Ունեից հետո ես շատ էի քարացել, կոպտացել, Այդայի վրա համարյա ուշադրություն չէի դարձնում։ Ես չհասցրեցի Այդային տալեն, ինչին որ ինքը արժանի էր։ Տենց մի ասա Սուրեն։ Այդան գիտեր, որ դու իրան շատ ես սիրում։ Չէ, պապ։ Չէ։ Վարջան, Այդան չկա, բայց Էմուլի կկա։ Նա չի կարող մի անգամից երկու ծնող կորցնել, նա քեզ չի հասկանա։ Գիտեմ դժվար է, բայց դու պարտավոր ես ուժերդ հավաքես։ Էմուլը հիմա քո կարիքը շատ ունի։ Ինչքան էլ որ մենք իրան ջերմություն տանք։ Ես, Մերին, քեռիները, մնացած բոլորը միևնույնն է։ Դու ես հայրը։ Ու հիմա Էմուլի համար ամենակարևոր մարդը այս աշխարհում դու ես։ Թաղելու եմ, պապ։ Սախ թաղելու եմ։ Իմ ձեռքերով այդ անասունին թաղելու եմ։ Ինչի համար։ Իմ կինը նրան ինչ էր արել։ Մենք այդ հարցերի պատասխանը առայժմ չունենք։ Վեր կաց գնանք տուն Սուրեն։ Գուգո։ Գո գնա մեքենայի դռները բացի։ Լսում եմ քեզ, Ռոբո, ինչ կարևոր բաներ մասին պետք է խոսենք։ Քո անմիջական մասնակցությամբ ադուսներից խլվել է բիզնես լեգիոնը։ Ու նաև դու շահագրգռված ես, որ Էդոն բանտից դուրս չգա։ Ինչի։ Բայց ինչ ես մտածում, որ ես քո հարցերին կպատասխանեմ։ Ես լավ ծանոթ եմ քո աշխարհի օրենքներին, Մաքս։ Եթե քո աղբերությունը իմացավ քո կողքի մութ գործերի մասին, այդ քո վրա լավ չի անդրադառնա։ Ու ես մտածում եմ, որ դու այդ քո կամքից անկախ ես անում։ Հիմա դու շատ վտանգավոր բան ես խոսում, Ռոբո։ Ես կորցնելու բան չունեմ, Մաքս, ու պատրաստ եմ ամեն քայլի, որ գտնեմ այն մարդուն, ով կանգնած է այս բոլոր սպանությունների հետևում։ Ես շատ բան չգիտեմ, բայց կա մեկը, որ կարա ինֆորմացիա տա, բայց հիմա լռում է։ Ով այդ մարդը։ Անունը Մհեր է, ավելին չեմ կարող ասեմ։ Բայց եթե ինչ-որ բան իմանամ, քեզ տեղը կպահեմ։ Մաքս, ես ուզում եմ, որ դու մենակ մի բան հասկանաս։ Մենք մենակ համատեղ ուժերով կարանք կանգնեցնենք այդ մարդասպանին։ Ու պետք է այդ անենք։ Որտեղ այս պահին մենք ընդամենը հերթական զոհեր ենք նրա համար։ Ես համաձայն եմ, որ իրար հետ աշխատենք։
Հա, հասկանում եմ։ Նա ես այդ հարցերը կկարգավորեմ։ Չէ, պետք չի նման մեթոդների դիմել։ Չէ, չեմ խաբում։ Չէ, հաստատ չեմ խաբում։ Ինձ մի 2 օր էլ ժամանակ տվեք, ես այդ ամենը կկարգավորեմ։ Եթե չէ, այդ դեպքում ոնց ուզում եք իմ հետ վարվեք։ Էս ինչ ա եղել իմ վագրիկին։ Պես նրվայնացած։ Լավ, հիմա ես քեզ կուրախացնեմ։ Որոշել եմ, թե ոնց պիտի ազատվենք այդ մոլորալից։ Ոնց ես այդ պատկերացնում։ Ինձ թվում է ամենալավ տարբերակը տանգազները բաստավելն է։ Արագ, մատչելի եւ արդյունավետ։ Ինչ ես մտածում։ Մտածում եմ, որ վատ միտք չի։ Դա պետք է անես գիշերով, երբ որ գեղեցկույթ քնած լինի։ Երբ որ դա իրագործելու լինես, չմոռանաս մի ուրիշ սենյակի պատուհանի ճեղք աննշան բաստուես, որ շենքը չտաքացնես։ Բայց նա ես մտածել գիտե։ Բա, խոսքը մի միլիոնի մասին է գնում կարելի է, ինքից շատ մտածել։ Շատ ուժեղ տղա դուրս եկավ, օրգանիզմը ուժեղ պայքարում է։ Մի ժամ առաջ արհեստական շնչառություններ են կանչատել։ Իսկ ինչի՞ց է տենց մի անգամից կտրուկ վատացավ։ Մեզ համար էլ հանելուկ էր, չհասկացեմ։ Ղազարյան, մի զարմացեք, բժշկության մեջ էլ դեռ չբացահայտված շատ բաներ կան։ Լավ, ես գնամ, Իվանտեն ինձ սպասում է, կներեք։ Չէ, նորոնայք, ասա թող գա։ Բարի եղանք։ Նստի նորը։ Դու պատրաստ ես իմ համար աշխատես։ Հա։ Ուրեմն ուշադիր լես ինչ եմ ասում։ Այս պայս դու իմ մարդն ես այդ ջիրվին մոտ։ Ու ես ուզում եմ իր ամեն քայլից տեղյակ լինել։ Թե ինչ է խոսում, ում հետ է խոսում, ու ամենակարևորը, ում միջոցով ուզում եմ գլխից սարքացնել։ Հասկացա, Մաքս։ Երբ այս պատմությունը վերջացավ, դու արդեն իմ մոտ կաշխատես։ Ալո, Ռուբեն, ով է։ համարի, որ ես քո լավ բարեկամն եմ։ Ես վերջերս բարեկամների հարցով բախտս չի բերում։ Ուրեմն սա համարի ճակատագրի նվեր քեզ համար։ Ես քեզ կասեմ այն մարդու տեղը, ով գիտի մարդասպանի անունը, որին դու փնտրում ես։ Ով է այդ մարդը։ Անունը Գևորգ, ով հիմա ինքը հիվանդանոցում է փառկած։ Եթե հասցնես, կիմանաս այդ մարդու անունը։ Ու որ հիվանդանոցում է։ Հա, իսկ ալո, ալո։ Արի Վարան ջան, արի նստի խոսենք։ Սկի տրամադրություն էլ չունեմ խոսալու։ Բայց պիտի խոսանք։ Վաղը մեր պարտկերի մարման վերջին օրն է։ Եթե չմարենք այս տունը պիտի աճուրդի դնենք։
Հենց դրա մասին էլ ուզում էի խոսել, Վահան ջան։ Ես այսօր Վրամի հետ եմ խոսել։ Ու Վրամը որոշեց մեզ օգնել այս պահին, դե ես էլ որոշեցի ընդունել։ Ինչ Վահան։ Վահան, մենք ուրիշ ելք չունենք։ Չէ, ես բան չունեմ ասելու։ Բայց այն ժամանակ, որ այդ թեմայով քո հետ խոսում էի, դու ոնց որ թե կտրականապես դեմ էիր։ Հա, Վահան ջան, բայց հիմա հանգամանքների բերումով ես ստիպված եմ ընդունել այս որոշումը։ Իսկ կարող է հանկարծ այդ նույն հանգամանքների բերումով ուրիշ որոշում փոխես։ Ինչ նկատի ունես։ Ես ուղղակի ասեցի։ Լավ, ես շատ գործ ունեմ, գնամ։ Բլինցն այն։ Տիպիկ միլիոնատերի տեսք չունի։ Սերը որ թակատ է